Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ես նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել հրավերին արձագանքելու և այս քննարկումներին մասնակցելու համար։ Նախ սկսելով իրական Հայաստանի գաղափարախոսությունից ուզում եմ պարզաբանել, թե ինչու և ինչպես է այն ծագել այդ նախագիծը և ինչ նպատակով։ Պիտի խոստովանեմ, որ այս խոսույցը ծագել է այն բանի արդյունքում, որ ես ինքս լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ, ինքս ինձ հարց եմ տվել, թե ինչն է պատճառը, որ մենք մեզ համար ցանկալի արդյունավետությամբ չենք կարողանում հասցեագրել այն հարցերը, որոնք հուզում են մեզ որպես քաղաքացի, և որ հարցերն են, որ մեզ հուզում են որպես քաղաքացի, և որ հարցերը մեզ պետք է հուզեն որպես քաղաքացի, ինչու են այս հարցերը հուզում մեզ որպես քաղաքացի, և արդյոք այդ հարցերն են մեզ հուզում որպես քաղաքացի։ Իհարկե, այս հարցերը, այս մտածումները իրենք բազում շերտեր են բացահայտել ինձ համար, բայց այդտեղ հանգել եմ նաև մի գաղափարախոսական շերտի, և այդ գաղափարախոսական շերտի մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը ըստ էության հիմնված է այս առաջին պատկերի վրա։ Թվում է, թե ինչ գաղափարախոսական բովանդակություն կարող է արտահայտել այս պատկերը, որտեղ Հայաստանի Հանրապետության քարտեզն է նշագրված միջազգայինորեն ճանաչված տարածքով կամ որը արտահայտված է խորհրդային Հայաստանի տարածքի ճշգրիտ չափով։ Իսկ գաղափարախոսական շերտը հետևյալն է, որ այս պատկերը հետևյալ քաղաքական բովանդակության մասին է, որ հայ ժողովուրդը պետք է դադարեցնի ավետյաց երկրի իր փնտրտուքը, որովհետև հայ ժողովուրդը գտել է իր ավետյաց երկիրը, և այդ ավետյաց երկիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն սա շատ ֆունդամենտալ արձանագրում է մեր սոցիալ-հոգեբանության համար, ընդ որում պիտի արձանագրեմ, որ կանխավարկածը այն է, որ ավետյաց երկրի այդ փնտրտուքը ավել կամ պակաս չափով մեր սոցիալ-հոգեբանության մեջ է։ Այսինքն ես այստեղ ինչի մասին խոսեմ, այդ գաղափարական շերտի մասին, դա նշանակում է, որ մեր իրականության մեջ չկա մի մարդ, որին դա այս կամ այն չափով չի վերաբերվում, մի քիչ ավել, մի քիչ պակաս, և ընդհանուր առմամբ մեր հանրությանը չի վերաբերվում, և հետևաբար, երբ որ ես ասում եմ, որ մենք հայ ժողովուրդը, մենք բոլորս պետք է դադարեցնենք մեր ավետյաց երկրի փնտրտուքը, այն հիմնավորման, որ մենք գտել ենք մեր ավետյաց երկիրը, և այդ ավետյաց երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, եթե որևէ մեկը, եթե հետագայում հարց կհնչի, իսկ որտեղից այդ եզրակացությունը, որտեղից է հետևության հանգել, որ ընդհանրապես տենց փնտրտուք մեր իրականության մեջ կա։ Ես դրան առանձին կանդրադառնամ, բայց ըստ էության հաջորդ մեր պատկերը նույնպես դրա մասին է, կամ ավելի մանրամասնում է այդ գաղափարը, որը փորձ է կամ կոչ է կամ անհրաժեշտության գիտակցում է հայրենիք և պետություն հասկացությունները նույնացնելու, նույնականացնելու։ Եվ սա թերևս էլի սոցիալ-հոգեբանական այն պրոբլեմի արտահայտությունն է, որ մենք մեր պատմության ընթացքում, ընդ որում պատմություն ասելիս ես խնդրում եմ, մենք անպայման չի, որ պատմություն ասելիս գնանք հետ 4-րդ դար, 5-րդ դար, մեր թվարկությունից առաջ 14-րդ դար, 15-րդ դար, 5 տարի առաջն էլ է պատմություն, 10 տարի առաջն էլ է պատմություն, 20 տարի առաջն էլ է պատմություն, ընդ որում մի պատմություն, որի մասին ավելի մեծ հավաստիությամբ մենք կարող ենք խոսել, և ըստ էության խնդիրը հետևյալն է, որ մեր սոցիալ հոգեբանության մեջ միշտ չէ և ամեն տեղ չի առնվազն
որ երբ որ մենք ասել ենք հայրենիք, հասկացել ենք պետություն, կամ երբ որ ասել ենք պետություն, հասկացել ենք հայրենիք, եւ դրա թերևս պատճառներից մեկն այն է, որ մեր պատմության առնվազն 15-րդ դարից սկսած հայրենիքը եւ պետությունը երբեք նույնական չեն եղել, եւ հայրենիքի եւ պետության տարբերակվածությունը չէր կարող ուղղակի չազդել մեր սոցիալ հոգեբանության եւ ենթագիտակցության վրա։ Ասենք պատկերացրեք, մենք ապրում ենք մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք ապրում ենք ուրիշ պետության մեջ։ Ասենք սա շատ նուրբ իրավիճակ է։ Մենք ապրում ենք մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք ապրում ենք ուրիշ պետության մեջ։ Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, մեր հայրենիքում, բայց մենք մեր կյանքի կանոնները մշակողը եւ ներդրողը չենք։ Մենք ապրում ենք մեր հայրենիքում եւ մենք մեր ճակատագիրը որոշողը չենք։ Մենք ընդհանրապես ոչ մի բան որոշող չենք։ Եվ այդ որոշողը իսկ ով է որոշողը։ Որոշողը պետությունն է իր բաներով, իր մեխանիզմներով։ Այն պետությունը, որը փակել է հայկական դպրոցները, այն պետությունը, որը գաղթ է կազմակերպել, այն պետությունը, որը կոտորածներ է կազմակերպել, այսինքն այս պետությունը, որ անընդհատ մեր հայրենիքում, պետությունը, որի քաղաքացին ենք եղել մենք, այս շատ կարևոր հանգամանք է, որի քաղաքացին, դե այն ժամանակ քաղաքացի, չգիտեմ, պետք է ուսումնասիրել քաղաքացի բառը որ պահից հպատակ, այսինքն այն ժամանակ քաղաքացին մենք եղել ենք այդ պետության հպատակը։ Հիմա եկել ենք եւ հայտնվել ենք մի իրադրության մեջ, երբ համընկել է եւ մեր հայրենիքը եւ մեր պետությունը։ Ու սա պետքա որ մենք չենք գնահատել, չենք վերլուծել, սա պետք է որ շոկ եղած լինի մեզ համար, մշակութային շոկ եւ այլն, եւ մենք ենթագիտակցորեն, գուցե ենթագիտակցորեն բան ենք արել, ասել ենք ես նորմալ չի, որ մեր հայրենիքը եւ մեր պետությունը նույնն է, պետք է նույնը չլինի, հետեւաբար եթե այստեղ հայրենիք է, այստեղ պետություն է, ուրեմն հայրենիքը ուրիշ տեղ պետք է լինի։ Որտեղ է ուրեմն մեր հայրենիք, մեր պետությունը, մեր հայրենիքը պետություն չի լինում, պետությունը մեր հայրենիքը չի լինում, հետեւաբար եկեք փնտրել հայրենիք։ Էլ եմ ասում, սա ես խոսում եմ ենթագիտակցության մասին։ Ենթագիտակցության մասին, որը մեզնից, ինձնից սկսած, ձեզնով, որովհետև ոչ մեկս եկեք մեզ չգերագնահատենք։ Մենք մի օրգանիզմի մաս ենք։ Մենք նույն օրգանիզմի մաս ենք, որը ունի նույն սոցիալ հոգեբանություն։ Այսինքն մենք անհատապես տարբեր մարդիկ ենք, տարբեր մտածողություն ունենք, տարբեր սովորույթներ ունենք, տարբեր ընտանիքներից ենք, բայց մի բան կա, որ մեզ բոլորիս համար ընդհանուր է, հակառակ դեպքում մենք ինչի ենք, նույն ազգի, նույն ժողովրդի ներկայացուցիչ։ Ուրեմն ինչ որ մի ընդհանրություն կա։ Եվ ահա հաջորդ գաղափարական թեզը հետևյալն է, որ մենք այդ կանգառը պետք է արտահայտվի այդտեղ։ Սա կանգառի մասին է, երբ որ եկար եւ հայրենիքդ եւ պետությունդ լիարժեքորեն նույնական է եւ սա նույնպես կարեւոր գաղափարական արձանագրում է, ինչի է սա կարեւոր։ Այդ փնտրտուքը դադարեցնելու համար։ Որովհետեւ մենք բան ենք, չէ, շատ խոսում ենք նաեւ դրա մասին, ասում ենք մեր բնորոշիչներից մեկը, որ մենք մեր մասին խոսում ենք, մեր գրականության մեջ գաղթականի հոգեբանություն, գաղթի հոգեբանություն, իհարկե այդ գաղթը էլի եմ ասում, այսօր շատ ենք խոսել, մեր իրականության մեջ շատ է խոսել գաղթի պատճառների մասին, թե ինչ անարդարությունների, ինչ ապօրինությունների արդյունքում է, բայց այսօրվա թեման դա չի, դա մեր իրականության մեջ բազմիցս քննարկված, վերլուծված, շերտավորված թեմա է։ Այսօր մեր խնդիրը ուրիշ բան է։ Գաղթը ըստ էության այդ ինչ դեգերող, այդ ըստ էության փնտրտուքի ֆիզիկական վիճակն, այսինքն դու անընդհատ ինչ-որ բան ես փնտրում, անընդհատ ինչ-որ բան ես փնտրում։ Եվ այս կարգախոսը հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ։ Ստեղ մի հատ ուրիշ շերտ էլ կա, որը վերաբերվում է հայրենասիրությանը։
որովհետև շատ կարևոր է հայրենասիրության մեր ընկալումը, իսկ ինչա պետք է անել, ինչա հայրենասիրության իրական կամ գործնական արտահայտությունը, ինչա եւ ինչով պետք է արտահայտվի, ընդ որում պարտադիր չի, որ այստեղ նորություններ ասված լինեն, բայց շատ կարևոր է նույնիսկ բոլորին հայտնի ճշմարտությունը ձևակերպել, որ ինքը արձանագրվի որպես տեքստ, որպես իրողություն, փոխանցելի, ստուգելի, ստույգ ինչ որ մի արժեք։ Եվ